Ոնց իմացա որտեղ եմ։ Միքոն ասեց։ Միքոն դարել եմ քարտուղարը, ով ինչ հարց ունի զանգում է։ Լավ անգեր ունես, որ տեղդ գիտի։ Պապ, կնել ես ինձ։ Աննայի պահով լավ չխոսացի հետդ։ Ես գիտեմ ինչքան կարևոր է այդ թեման քո համար։ Չէ, դու ինձ կներես։ Պիտի չխառնվեի։ Բայց եթե պետք լինի նորից խառնվելու ես, չէ՞։ Միանշանակ։ Այսօր ուզում է իր տանը մնալ, չթողեց։ Մտածում է ամեն ինչ արդվել է, բայց այդքան էլ տես չէր։ Ես եմ խորհուրդ տվել, որ առայժմ դիստանցիա պահի։ Ինձ թվում է, որ հիմա այդպես ճիշտ է։ Բայց ասենք մենք կարանք մեր փոխարեն որոշենք։ Դուք ինքներդ արդեն շատ բան եք որոշել։ Հետևանքները տեսնում ենք։ Լավ էլի, պապ։ Դու ես ընդհանրապես խորհուրդ եմ տվել, որոշումը կայացրել է Աննան։ Իսկ կարելի է իմանալ ինչ խորհուրդ ես տվել։ Պատրաստ եմ, էլի։ Ես լուրջ եմ ասում։ Երեխան պիտի լիարժեք ընտանիքում ծնվի։ Պապ, ես չեմ կարող Աննային առաջարկություն անել։ Ինչի՞։ Հիմա այս թվում է, որ կմտածի երեխու համար եմ առաջարկություն անում։ Բայց դա այդպես չի։ Չէ, պապ, ոնց որ նոր հասկացածել եմ, որ իրան սիրում եմ։ Ու չգիտեմ ինչի առաջ այս մասին ընդհանրապես չէի մտածում։ Որովհետև կորցնելու վտանգ չէիր զգում։ Իսկ հիմա որ արդեն վախենում ես կորստից, հույզերը խեղդում են քեզ։ Ժամանակ մի կորցրու Էդգար։ Եվայի հարցերով զբաղվեմ։ Դու Էվային հանգիստ թող։ Չէ, այդ մեկը չէ, պապ։ Ալո։ Տեղ ու ժամ ասա։ Ով էր։ Ինձ թվում է սրանից հետո ինչքան նայեմ աստղերին, Արսենին եմ հիշելու։ Արսենն էր սիրում աստղերին նայել։ Դե, հիշողությունը լավ բան է։ Չի թողնում, որ գժվես։ Ծնողներիս մահից հետո համարյա 2 ամիս չէի խոսում։ Փորձում էի ոչ մեկի ձենը չլսեի։ Ինչի՞։ Ինձ թվում էր ինչքան շատ մարդու ձեն լսեմ, այնքան շուտ մորս ձենը կմոռանամ։ Բայց հետո հասկացա, որ այս կյանքում ինչ էլ լինի, մորս հետ կապված ոչ մի բան չեմ մոռանա։ Ու հիմա նույնը Արսենի հետ կապված։ Չեմ մոռանա ոչ մի բան։ Ռոբ, իսկ կարող է ուզես ինչ-որ տեղ գնանք։ Ուր։ Դե չգիտեմ, ինչ-որ երկուսով մի տեղ լավ մեջ։ Չէ, ասա Էվա։ Ասա ու ես ուզում գնանք, մեկ էլ ասա ինչի։ Ինձ նայ։ Կա ինչ-որ մի բան, որ ես չգիտեմ ու պետք է իմանամ։ Չէ։ Ու ինչ ես քեզ տանջում։
Ռոբ, ուղղակի ասում մոռացի։ Ես բան չեմ կարող լովին մենակ թողնեմ։ Սոֆին պետք է ճանապարհենք ու բացի հետ։ Ռոբ, ամեն ինչ հասկանում եմ։ Կներես, հիմա իսկականից դրա ժամանակը չի, ուղղակի ասացի։ Ես քեզ խոսք եմ տալիս։ Առաջին իսկ հնարավորության դեպքում միտեղ կգնանք։ Իսկ հիմա արի ուղղակի գնանք տուն։ Մեր տուն։ Լույսը կբացվի այն մտքով, որ մենք արդեն տանն ենք։ Որ մի օր չես գալիս, ոնց որ կենթանիները զգան, որ տարածքում չես։ Աշխարհում ամենալավ բանը այն է, որ գիտես կամ այդտեղ որտեղ քեզ սիրում ու սպասում են։ Ինչ ես տենց տխուր բաներ ասում։ Քեզ բոլոր տեղերում է շատ սիրում են։ Բայց ես եմ ինձ այստեղ ամենալավը զգում։ Հələ եկեք տեսնեմ ոնց եք։ Գտան քեզ երջանիկ են։ Այ, ոնց եք դες բավասար արդարի չեք տեսել։ Լավ, ես գնամ ընդունարան։ Ահա։ Հոջո։ Կերար դու ինձ, կերար, ուր ես արիստի։ Չգիտեմ էլ դուք եք ավելի շատ ինձ պետք, թե ես ձեզ։ Երանի խոսել իմանայիք։ Ասեիք, թե ինչ պիտի անեմ։ Ասեիք ոնց անեմ, որ ոչ մեկին չնեղացնեմ։ Ոչ պապայիս, ոչ Էդգարին։ Ու համ էլ կարողանամ երջանիկ լինել Ռոբի հետ։ Ինչի պետք է ես երջանիկ լինելու համար պայքարեմ։ Ինչի հետ ինձ հեշտ չտրվեց։ Փաստորեն էս էլ է փորձություն։ Բայց մի քիչ շատ չի մի մարդու համար։ Այսօր Գործի տեղից էին զանգել։ Ասացին, եթե ուզում եմ վերականգնվեմ, պետք է գնամ խոսամ հետ նրա։ ուզում ես։ Դե պետք է արդեն Ռոբ։ Դու գիշերը ուշ ես եկել։ Սաղ գիշեր չեմ քնել։ Ինչի։ Եվան ասում էր արի ինչ-որ միտեղ գնանք որոշ ժամանակով։ Ես շատ լավ բան ասում ես, լրիվ համաձայն եմ իր հետ։ Հիմա արդեն միասին ենք ապրում։ Ավելի հանգիստ կլինի։ Կարանք հետո գնանք։ Լավ էլի Ռոբ, լսի էլի։ Մի որոշ ժամանակով վերցրայ են գնացեք քաղաքից։ Կգնանք լավ, բայց այն ժամանակ, երբ որ սաղ խնդիրները կլուծենք, որ չստացվի փախնում ենք։ Եթե այդ աղջիկը համաձայն է, չեմ կարող հասկանամ, դու ինչ ունես մտածել ընդհանրապես։ Գնա գործերիդ լավ։ Մտածի։ Ան, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, ապրես որ զանգեցիր։ Գոնե հանդիպեցին։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Ցավեր ունես։ Չէ, այդ իմաստով չէ։ Որեն օրը քեզ հետ հիվանդանոցում շատ կոպիտ խոսեցի։ Կներես, դու մեղավոր չես։ Հանգիստ եմ։ Ես քո իրավիճակը հասկանում եմ։ Մանավանդ այդ օրվա։ Ապրես։ Կարող է քաղցր մի բան ուտենք, համ էլ հանգիստ կզրուցենք։ Քաղցր ես ուզում։ Հեսա բերեմ։ Դուրս ես գալիս արդեն։ Հա, ինչ ա եղել։ Կարող է վախենում ես մենակ մնաս։ Չէ, չեմ վախենում։ Նա եթե վախենում ես կարաս իմ հետ գաս։ Չէ, նորմալ է, մերսի։ Որ բան պետք լինի զանգի։ Սկզբում ինձ թվում էր այդ գաղտնիությունը ժամանակավոր է։
Հետո Էդգարը ստիպեց, որ պապայիդ մոտից աշխատանքից դուրս գա։ Ու ժամանակի ընթացքում ինչքան ձեր մասին էի խոսում կամ մեր հարաբերությունները լրջացնելու մասին զգում էի, որ ինքը խուսափում է։ Վայ, Էդգար, ինչի՞ ամեն ինչ այդքան բարդացրել։ Չգիտեմ։ Իրականում հիմա ամեն ինչ փոխվել է։ Էդգարի վերաբերմունքն էլ է փոխվել իմ հանդեպ։ Բայց ես էլ եմ փոխվել։ Չեմ ուզում առաջվա նման իրան այդքան հեշտ վստահ։ Անի, ես մի բան գիտեմ, որ Էդգարին դու պետք ես։ Ու իրան իր ընտանիքն է պետք։ Էվ, ես այսքանը քեզ ասում եմ, որ դու ամեն ինչ իմանաս։ Քո մեջ ոչ մի հարց չունենա։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը ոչ մեկին չի վերաբերում, բացի ձեզանից։ Մենք ինչ կարող ենք անել։ Ուրախանանք ձեր համար, եթե դուք միասին երջանիկ եք։ Ապրես, որ ինձ հասկանում ես։ Չես պատկերացնի ինչքան թեթևացավ որ խոսեցինք։ Դե կեր։ Մենակ է եկա։ Ձև չի։ Լուրջ մենակ է եկե։ Չխառնում եք լտանք։ Գիտեի մենակ ենք լնելու։ Խանգարում են տեղեքը։ Չէ, չեն խանգարում։ Ասա ինչ կա եկել եմ։ Խես մենակ եկե, որ բահանգերը տուր է։ Որ ընկերս։ Այն որ հələ շնչում է։ Այն մի ընկերդ ուրիշի կնգա հետևից նայեց սպանին, ոնց որ սրանն լա նույն ճակատագիրը սպասում, եթե քերոջիցս հեռու չմնաց։ Դու մենասի քեզ ինչ եմ ասում։ Արկելված բաներ կան հաշվի չես առնում։ Դու միջև ընկերոջս հասնես, ես քո դեմը 100 անգամ կառնեմ, հասկացար ինձ։ Դե ձեր սաղ արասների մար արա սաղ մեղավոր են։ Ես եմ ձեր տեղը գողություն արա։ Մեկտու մեկ այդ պատասխան տալու ես սրա համար, թե չէ։ Բա եկել եմ պատասխան տամ։ Մենակ ես արար ես գողությունը։ Հա, մենակ եմ արել։ Փող ունեի կրված գողություն եմ արել տվել եմ։ Այսքան բան։ Ոչ մեկ չի եղել այդպես։ Ես ամեն ինչը կարաս վեկալես վրա։ Բայց այդ չի նշանակում, որ ընկերը տես ամեն ինչից պետք է չոր դուրս գա։ Այդպես բան չկա։ Իր արածի մար պետք է պատասխան տա։ Ու չի կարա սանց հետո քրոջս հետը լինի։ Մենակ տեսնում ես սա։ Լավ կլինի, որ սա կենտրոնում լինի։ Բարև ձեզ։ Ոչ խանգարեցի ջաջարամ։ Դու ներս գնա, ես ինքս կանեմ։ Ձեր հետ խոսալու բան ունեմ։ Պիտի ավելի շուտ գայի։ Եվ ինչ ունես ինձ ասելու։ Ես գիտեմ, որ դուք վաղուց շատ լավ ամեն ինչ գիտեք։ Ու ուզում եմ ասեմ, որ ես արել եմ մի բան, որ չէի անի, եթե այդ միակ ելքը չլիներ։ Միակ ելքը։ Դու այդպես կարաս շատ վատ արարքներ արդարացնես։ Կարաս մարդ սպանես ու ասես միակ ելքը դա էր։ Ճիշտ եք ասում։ Ես մի վատ բանից փրկնելու համար ավելի վատ արեցի։ Ու այդ սաղ կյանք չեմ մոռանա։ Բա որ հասկանում ես այդքանը, ինչ ես ուզում, որ դա Էվայի կյանքում էլ հետ կթողնի։ Չես կարծում, որ Էվան ավելի լավին է արժանի։ Էվան արժանի է նրան, ով իրան սիրում է, ում ինքն է սիրում։ Ես երես չունեի գայի ձեզանից իր ձեռքը խնդրեի, որովհետև հասկանում էի, որ ամեն ինչ շատ լավ գիտեք, չէի կարողանում նայել ձեր աչքերի մեջ։ Դրա համար եմ հիմա ստեղ ու խոսում ես մասին։ Լավագույն մարդկային հատկությունները չես կորցրել։ Ես կընդունեմ, որ ասեք ինձ գող, բայց միակ բանը, որ ես չեմ ընդունի, է նա, որ ասեք հեռու մնա Էվայից։ Այդ չի կարա լինի։ Ես հիմա ստեղ եմ, որտեղ տեսնում եմ ոնց է տանջվում Էվան։ Ռոբ, եթե ես նույնիսկ չխառնվեմ, Էդգարը ձեզ հանգիստ չի թողնի։ Ես կխոսամ Էդգարի հետ, թող ինձանից իմանա ամեն ինչ։ Էդգարը արդեն գիտի։ Նույնիսկ այն ընկերոջդ հետ է խոսացել, ինչ էր այդ տողանում։ Լյովի։ Եթե Էվայի լավն ես ուզում, հանգիստ թող նրան։ Դու ինքդ հետ քաշվի։ Երեկոյան իրերը վերցրեց ու տնից դուրս եկավ։ Ձեր տանն է գիշերել, չէ՞։ Բայց այսպես
այդպես շարունակվել չի կարող։ Ռոբ, Էվային հանգիստ թող։ Լսում ես ինչ եմ ասում։ Էվային հանգիստ թող։ Ոսկիդ չեմ կարա հետամ, բայց փողով կփագեմ սաղ պարտքս։ Բա որ փող կարում էր ճարեր, փագեր պարտքերդ։ Գողությունը չի էր անում։ Քեզ չի վերաբերում։ Քեզ ասեցի կտամ, ուրեմն կտամ։ Թազա գողություն ես անելու։ Կրկնում եմ։ Կապ չունի որտեղից կճարեմ այդ փողը։ Կպայմանավորվենք ժամկետ միջև վերջ կփագեմ։ Ռոբես ամեն ինչի հետ կապ չունի, հանգիստ թող իրեն։ Պատասխանի Էլիլիով։ Պատրաստ ես։ Հա, հեսա գալիս եմ։ Դե արագ ստուստավ։ Շուտ արա։ Էվա, Բա երեկոյան չէինք հանդիպվելու։ ու իմացել էիր, որ աղբերդ լովին ա տեսել։ Գիտեիր։ Ճիշտ ասա։ Երեք եմ իմացել։ Բա ինչի ես ասել Էվա։ Դե լավ, ասեց քեզ չասեմ, ինքը կլուծի այդ հարցը։ Հիմա էլ պիտի ասեք իբր իմ ապահովության համար, հա։ Լավ եք մտածել, բայց Չէ, բայց ապահովությունը ինչ կապ ունի, ուղղակի մյուս անգամ ինչ չխափես լսում ես։ Մյուս անգամ իմ մեջքետում ինչ-որ բաներ չպայմանավորվես Էվա։ Հա, բայց ամեն ինչ ինձ չի ոնց դու ես ասում։ Հա, բայց որ ասում էիր գնանք իրար հետ։ Էդ էլ լյով ասել։ Հա, իրար հետ եք պայմանավորվել։ Բայց դու գիտես, որ այդ գարը մեզ հանգիստ չի թողնում։ Ու ինչ ես առաջարկում Էվա։ Փախնեմ, որ մնաց ինքնասիրությունը։ Ես ուղղակի մտածում էի, որ մեր սերը կարևոր է։ Ումա պետք ինքնասիրություն չունեցող մարդու սերը։ Փաստորեն լյովը դրա համար էր, հա, ասում է Էվային վերցրու միտեղ գնացեք։ Իմ մեջքետում բաներ եք պայմանավորվում, ես տեղյակ չեմ։ Ուշադիր լսի ինչ եմ ասում։ Եթե հանգարց լյովի գլխից մտնում ասպակ ասեց, ոչ մի բանի չեմ նայի Էվա։ Ով ուզում ա լինի։ Ես աշխարհում ունեմ չունեմ մտանգեր ունեմ։ Ոչ մեկին չեմ ների, եթե իրան մի բան եղավ։ Հասկացար։ Կներես, որ կարծել եմ, որ մեր սերը կարևոր է ու փորձել եմ ինչ-որ բան փրկել։
ու կներես, որ իմ կիսատ պրատ կյանքով ուզեցել եմ քոնը լցնել։ Չնայած ոնց լցնեմ, եթե սեփական չեմ։ Իսկ հիմա կարող գնաս Լյովին գտնես, որովհետև այդ հաստատ շատ կարևոր է։ Էվա։ Մի արա։ Տանն ես կարում կամ։ Լավ։ Ինչի լյով, ինչի ինձանից թաքուն կարաս բացատրես։ Հանգստացի մի հատ, Ռոբ։ Բա ինչ ես մենակ գնացել։ Որտեվ չեմ ուզում, որ ինչ-որ մեկը վնասվի իմ պատճառով։ Արսը չկա արդեն։ Ու պատկերացնում ես քեզ էլ մի բան ելնի։ Ինչ ես խոսում, Արսենը քո պատճառով չի, որ չկա։ Ու դու այդ շատ լավ գիտես, լյով։ Ռոբ իմ պատճառով է։ Եթե ինքը հասցներ ճիշտ ժամանակ թղթերը տար համալսարան, հիմա ուրիշ քաղաքում համալսարանում սովորելուց կլներ, ոչ թե կընկներ իմ պարտքերի հետևից, ստեղ կմնար, կհանդիպեր Սոֆին ու սենց բան կլներ։ Հասկանում ես։ Ու իմ պատճառով միշտ ճամփից շեղվում էր։ Ուր հասավ։ Ուր է Արսենը հիմա։ Լյով դու մեղավոր չես։ Ռոբ նորից եմ կրկնում։ Եթե իմ պարտքերը չլներ, այդ մարդը ուրիշ տեղ սովորելուց կլիներ ու կդառնար շատ ուժեղ բժիշկ։ Ես ինչա։ Սոֆին է թողել։ Պարզվում է երեք որ տարել եմ տուն, խորեն էլ անդեղ է, առաջարկել է որ փախնեն իրար հետ։ Չի կարա տենց բան անի, ոնց խորենը։ Դե միջը վերջ լսի։ Սոֆին համաձայնվել է, բայց թակարդ է սարքել։ Զանգել է փոլիս, եկել են դրան տարել են, ինքն էլ գնացել է հետ Հայաստան։ Ոնց է տենց բան արել, ամեզ ինչի բան չի ասել։ Դրամատիկ հրաժեշտներից խուսափելու համար կարծում եմ, ու եթե ինձ լսես, շատ ճիշտ է արել։ Դու ներքուստ մեղադրում ես Սոֆին, չէ՞։ Չէ, Ռոբ։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես եմ մեղավոր։ Երանի պարտքերից տենց լուրջ չվերաբերվեր։ Կասեի հա վատ ընկերա, բայց գոնե սաղ է։ Ինչ ես խոսում լյով։
Հիմա որ Արսենը լսեր կտոր գլուխդ կջարդեր։ Ունես քո կարծիքով ես պիտի քեզ մենակ թողեմ ու կաշից փրկեմ փախնեմ, հա։ Ռոբ, լսի քեզ ինչ եմ ասում։ Ես խոսացել եմ Էվայի աղբոր հետ։ Այդ հիստերիկը ձեզ հանգիստ չի թողելու։ Մի որոշ ժամանակով Էվային վերցրե գնացեք մի կողմի վրա։ Ես կտենամ իրան կպայմանավորվեմ հետը։ Մաս կտամ, հաստատ հասկանում եմ, որ այդ փողը հետ ստանալու համար ժամանակ պետք է տա։ Կաշխատենք կտանք, սաղի փողերն է տալու ենք։ Դու լսում ես քեզ ինչ եմ ասում։ Դու այդ աղջկան բան ես խոստացել, Ռոբ։ Էվային ընտելացրել ես քեզ ու չես կարա հետ կանգնես։ Ոչ էլ թողես, որ աղբերը խանգարի։ Ռոբ, շատ դաժան բան եմ ասելու։ Բայց չգիտենք այդ աղջկան ինչքան է մնացել, հասկանում ես, փոխանակ իր այդ ամեն վարկյանը վայելես, ապրես, պետք է մտածես աղբերը ինչ ասես կամ ինչ արեց։ Այսօր կարվել ենք։ Ինչի։ Մենակ չասես աղբոր պահով չեր ասել դրա համար։ Ես եմ ասել։ Ինքնը խելացի աղջիկ է, հասկացել է, որ ոչ մի բան չես կարողանալու փոխես, ավելի վատ ալնելու ամեն ինչ չի ասել։ Սա փորձեմ հետ խոսամ։ Անասանելի է չի պատասխանում զանգելիս։ Սպասել։ Լիլես, պրիվետ, կյանք։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Ուր ես կորել։ Գործերով էլի կյանք ես։ Բայց մի բան պետք է հարցնեմ քեզ, կարող է իմանաս Էվան ուրա հետ խոսացել ես։ Մի քիչ առաջ եմ հետը խոսացել, բայց չհարցրեցի թե որտեղ է։ Կյանքս մոտ մեծ խնդրանք ունեմ էլի քեզ։ Կարաս տենց գախնիոտ հետը խոսաս իմանաս ուրա լինելու, բայց նենց որ հանգարց չիմանա մենք ենք հարցրել։ Բայց ինչի։ Ռոբը սուրպրիզ է ուզում անի, դե իմանանք որտեղ է լինելու, որ ծաղիկներ ուղարկի։ Լավ, հասկացա։ Հիմա կճշտեմ։ Okay, կյանքս։ Դե կսպասեմ։ Սա կիմանաք ասի։ Անկնոր ասել է, որ սենց ներխուժեցի։ Էվ ինչ ես խոսում, նորմալ է ամեն ինչ։ Ամել վիճակիցս զգում եմ, որ ամբողջ աշխարհից նեղացած ես, ինչ ա եղել։ Հիմա է վիճակի չեմ պատմելու։ Լավ, ոնց կուզես։ Ես քեզ լրիվ հասկացա, այլ ոչ մի հարց չեմ տա։ Ապրես։ Էդգարի հետ է կապված։ Վիճել եք։ Համ Էդգարի հետ եմ վիճել։ Համ պապայի, համ Ռոբի։ Բոլոր իմ սիրած մարդկանց հետ վիճել եմ ու ոնց որ բոլորին կորցրած լինեմ։ Չես խոսում եմ, ինչ ա եղել։ Ամենաշատը պետք էր ինձ, որ իրանք իրար հետ համերաշխ լինեին, բայց անհնար է Աննա։ Եվ ես Էդգարի հետ կխոսեմ։ Դուք այնքան բան ունեք խոսալու, այնքան բանի մասին ունեք խոսալու, որ հաստատ չարժի սրա մասին խոսել ապրես։ Յա, վերջապես եկար։ Ինչ ա եղել, այփա։ Ռոբն էր եկել ինձ մոտ։ Ինչի համար։ Ինձ թվում է ինչքան խառնվենք, այնքան բարդացնելու ենք իրավիճակը։ Պապ, մի սկսի էլի։ Չի կարա իմ քուրը գողի հետ ամուսնանա։ Դե քննարկելու բան չկա։ Ռոբը վատ տղա չի։ Գիտես, ես տարբերում եմ լավը վատից։ Ուղղակի վախենում եմ Էվայի արձագանքից։ Ես դրա անգերոջ հետ եմ խոսացել այսօր։ Համ փողի պահով, համ Ռոբի պահով։ Նենց որ ինքը ինքնակամ հրաժարվելու է Էվայից։ Այդ չի լինի։ Չէ, տղան երբեք չի հրաժարվի Էվայից։ Չեմ հավատում։ Կհրաժարվի, կտնաս կհրաժարվի։ Ալո։ Էվայի տեղը գիտեմ։
Հեսա հասցեն կուղարկեմ։ Լուրջ ես ասում։ Դե դու ուրիշ տաղա ես էլի։ Այդ գիտենք նորություն ասա։ Եկա։ Հաստատ ուրիշ հարց չի, չէ՞։ Ծաղիկ եք չէ առաքելու։ Ընդհանրապես մի խորացի։ Դու ավելավա մեր մասին մտածես։ Բայց մեր մասին ինչ կա մտածել։ Օ, մեր մասին մենք չենք որոշում ինչ մտածենք։ Գնացի։ Առաքումն է։ Համարյա։ Ես երևի ձեզ մենակ թողնեմ։ Կներես ջղայնացած էի։ Մի քանի բան ավել ասացի։ Դու էլ ինձ կներես։ Ճիշտ ես ասում, մենք իրարից ոչ մի բան պետք է չպահենք։ Մի պահ իրոք անհանգստացա։ Ինչից։ Դե մեկը հենց նրանից, որ կարող է աղբերը թասնի իր ուզածին, մեր պահով։ Մյուսն էլ ով։ Ռոբ, իրականում ես հիմա շատ եմ վախենում, շատ։ Հանած ռը կյանքում չի լինի տենց բան։ Քեզ, որ իմ կյանքից հանան տակել ոչ մի բան չի մնա։ Ես միշտ մտածել եմ, որ սիրելը ամենադժվար բանն է, մնացածը շատ հեշտ է։ Բայց պարզվում է, որ սիրելն է հեշտ, մնացածը դժվար։ Ու մարդիկ են դժվարացնում։ Գալիս ես գնանք։ Ես չեմ կարա հիմա տենց բան քեզանից խնդրեմ, որովհետև դու պիտի մնաս, այդ նշանակում է երկուսս պիտի մնանք։ Չէ, բայց դու պատրաստ ես և։ Պատրաստ ես հենց հիմա իմ հետ գաս։ Ուր։ Կապ չունի ուր։ Ուր կստացվի, ուր կգնանք, ուր կտանեն ճանապարհները, էական չի։ Ուղղակի գնանք։ Մենք ամեն ինչ ունենք և։ Բացի ժամանակից։ Ես չեմ ուզում, որ ոչ ես, ոչ դու մի րոպե ժամանակ կորցնենք ես կյանքում։ Գալիս ես։ Ինձ իհարկե կներեք, ես հատուկ չեմ լսել, ուղղակի լսվում էր։ Բայց վստահ ես, Եվ, Էդգարը կգժվի։ Ան, եթե Էդգարը հասնի իր ուզածին, ես կգժվեմ։ Լավ, բայց խնդրում եմ, Եվ, ինձ ամեն ինչի մասին տեղյակ կպահես։ Կասես ուր եք գնում։ Խնդրում եմ ամեն ինչ ինձ կպատմես, որ ես հանգիստ լինեմ, լավ։ Մերսի ան։ Մերսի։ Գնացինք։ Հաջողություն։